գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Ալեք, ինչի ենք եկել ստեղ, ում պետք է տեսնես Անկեղծ ասած ոչ մեկի հետ չեմ պայմանավորվել, բայց մեկը կա պիտի տեսնեմ պարտադիր։ Չես պայմանավորվել, բայց եկել ես տեսնես։ Նորմալ կխոսես բան հասկանամ։ Մի հատ աղջիկ կա պիտի տեսնում ենք։ Աղջիկ։ Արփի լավ հիմա խանդի տեսարաններ սարքելու ժամանակն է։ Ես չեմ խանդում։ Լավ։ Ոնց կասես։ Լավ լսի ես երեք Այս տարածքում մի աղջիկ երեխա տեսա, կարծում եմ մուրացկանություն էր էլի անում, փորձեցի հետը խոսել, բայց չստացվեց, մտա այս խանութ ճշտեցի, ասեցին մենակով չի զբաղվում մուրացկանությամբ, մի քանի երեխաներ էլ կան հետը։ Լուրջ, բայց տենց ոնց բա իրանց ծնողները։ Դե ծնողների հետ կապված ոչ մի մանրամասնություն չգիտեմ, մենակ գիտեմ, որ հիմնականում այս տարածքում են լինում ու մենակ չի լինում, էլի իրպես մի քանի փոքր երեխայի հետ մուրացկանություն են անում։ Հա, հիմա այսինքն եկել ենք այդ երեխուն գտնենք։ Դե ինչ անենք։ Անտիրական այդ երեխեքը մուրացկանությամբ են զբաղվում։ Ես չեմ կարա ձևացնեմ իբր այդ ամեն ինչը ինչ չի անհանգստացնում։ Իսկ շատ մարդիկ տենց էլ անում են։ Ձևացնում են, որ այդ մարդիկ չկան։ Երեխաներն էլ։ Դե մենք այդպիսի մարդ չենք։ Ես չեմ կարա ձևացնեմ ու հանգիստ ապրեմ։ Գիտեմ։ Ես քեզ շատ լավ գիտեմ, Ալեք։ Լավ, արի գնանք։ Ուր։ Դե քայլենք ստեղ, համ էլ կարող է կողքի փողոցում լինի երեխան, գտնենք։ Ուզում ես ինձ օգնել։ Քեզ չէ։ Այդ երեխային։ Դե էլի բան է։ Ինչի համար ես եկել, ինչ ես ուզում ինձնից, Փաստորեն Ռոզան ճիշտ է ասում, եթե մի մարդուն օրը մի քանի անգամ տեսնում ես, պետք է փախնես տեղից։ Դու էլ ես մտածում, որ այդ երկուսը սուտ են խոսում։ Դե զինվորը լռում էր չէր ստում։ Իսկ այլ լեյտենանտը ինչ-որ բան թաքցնում է։ Հա, ես էլ նկատեցի։ Եթե թաքցնում է, նշանակում է իր պատասխանատվության տակ է եղածը։ Այդպես ես կարծում։ Տարիներից փորձը, եթե կուզես հոտառությունս, ինձ հուշում է, որ լեյտենանտը զինվորի նկատմամբ ինչ-որ կեղտոտ բան է անում։ Իսկ ինձ հետաքրքիր է ինչ կարող ես անել, եթե զինվորին հարցեր ես տալիս ու նա չի պատասխանում։ Դե ինձ թվում է ինչ-որ բան կարողանամ անել։ Արդեն հետաքրքիր է։ Ասում ես այդ տակ գլուխներին ովքեր էին փորձում բաժանել։ Երկու զինվոր էին։
Հուսով եմ դեռ չեն հասցրել Էդոյի հետ խոսեն։ Մկրտչյան, լսի ինչ ես անում։ Արփիլավ արդեն ուշ է քեզ տանեմ հիվանդանոց չուշանաս։ Ափսոս որ չգտանք երախոն։ Ոչինչ մի անհանգստացի, ես դեռ հետ եմ գալու փնտրեմ։ Մենակ։ Չես ուզում հետդ կամ։ Խնդիրը չի, իհարկե ուզում եմ։ Ուղղակի չէի ուզի քեզ շատ ծանրաբեռնել այս թեմայով։ Ալեք իրականում արդեն ինձ էլ հետաքրքիր է երեխայի ճակատագիրը։ Ինչի է քեզ թվում, որ ես անտարբեր եմ ու ինձ հետաքրքիր չի ինչ է կատարվում ու ինչ կլինի։ Դե չգիտեմ, ես չէի կարծում, որ օտար երեխայի ճակատագիրը կհետաքրքրի ուրիշ մարդուն։ Դե հա, հասկանալի է։ Բայց գիտես իմ կարծիքով ամենակարևորը երեխաների ապահովությունն է։ Իրանք ավելի շատ պաշտպանված լինելու կարիք ունեն։ Ու պետք է լինեին ավելի պաշտպանված, չնայած որ հակառակն է։ Ու մենք մեծերս ամեն ինչ չենք արել դրա համար։ Ինչ աղավ քեզ Ալեք։ Կներես։ Ալո։ Արփ տաննես։ Չէ, պիտի բժշկի գնամ։ Ինչ կա, ինչ ա եղել։ Ուղղակի ուզում եմ քեզ տեսնեմ։ Եթե հետդ չխոսեմ, չգիտեմ ինչ կանեմ։ Լուրջ բան է, կարող է պետքա չգնամ բժշկի կամ քո մոտ։ Ինչ ա եղել։ Չէ, գնա, բայց հենց վերջացնես, խնդրում եմ, արի ֆուդմաստեր։ Ես քեզ այնտեղ կսպասեմ, լավ։ Լավ, հաստատ բան չի եղել։ Կգաս կխոսենք արփի։ Լավ, աղավ։ Լուրջ բան է եղել արփի։ Ընկերուհիս էր, ուղղակի ինքը շատ էմոցիոնալ է, սիրում է չափազանցնել ամեն ինչ։ Լավ, ուրեմն քեզ կտանեմ հիվանդանոց, հետո կսպասեմ դուրս կգաս ու կտանեմ այդ չափազանցնող էմոցիոնալ ընկերուհուդ մոտ։ Չէ, արի դու գնա քո գործերին, ես տաքսիով կգնամ։ Լավ, ոնց կուզես։ Ապրեք, որ թույլ չեք տվել այդ երկու տար գլուխները ամեն ինչ ավելի բարդացնեն։ Ավագ լեյտենանտը իր արածին համապատասխան պատիժ կստանա, որովհետև ես նման բաներ չեմ ընդունում։ Ավագ սերժանտը իրավիճակը հասկանալի է։ Կփորձենք հնարավորինս մեղմ վարվենք իր հետ։ Թույլ կտաք, պարոն փոխգնդապետ։ Ասա զինվոր։ Ես ճիշտ հասկացա, լեյտենանտը ամեն ինչ խոստովանել է։ Եթե չխոստովաներ, չէինք իմանա ինչա տեղի ունեցել։ Զարմանալի է, որ մարտով ընդունակա ուրիշի նկարներն ու նամակները նայի, կարող է զղջալ, այն էլ իր նման մեկը։ Այս խոսակցության ու առհասարակ այս պատմության մասին պետք չի, որ որևէ մեկը ինչ-որ բան իմանա։ Ազատ եք, կարող եք գնալ։ Լսում եմ։ Դու ճիշտ էիր։ Դու էլ։ Սվետա, վերջին 3 ամսվա հաշվետվությունը վերցրու արի մոտ։
Արագացրու։ Ալեկ, Հա ջան, զգում եմ լավ տրամադրություն ունես։ այդ ինչից ես զգում։ Օծանելիքից։ Օծանելիքը ինչ կապ ունի տրամադրության հետ, կամ ինչ օծանելիք։ Արփի օծանելիքի հոտը ես լավ գիտեմ։ Օ, հա, էլի, լավ։ Ոնց որ օծանելիքի հոտը վրես է կպել։ Չսխալվեցի, չէ՞, տեսել ես այսօր։ Հա, տեսել եմ, տարել եմ հիվանդանոց։ Ինչ են ասում, բժիշկները ինչ ասեցին, ոնց է վիճակը։ Ասացին լավ է, լով ես ապրես։ Շուտով կապակինվի ու կգա քեզ տեսակցության։ Շատ լավ է։ Այնքան շատ եմ ուզում, որ Արփի մոտ ամեն ինչ լավ լինի։ Արփին շատ լավ աղջիկ է, լավ մարդ է։ Ու առասարակ ամեն ինչ իր մոտ լավ լինի։ Հա, լավ ես։ Լավ դու քեզնից ասա դու ոնց ես։ Դե ես ոնց պետքա լինեմ։ Ոչ տեսնում եմ, ոչ քայլում եմ, բայց քո ու Արփի հետ խոսալուց հետո մի տեսակ ներսումս հույս ու հավատ է արթնացել։ Հա, պետք է ամեն ինչ անեմ, որ լավանամ։ Ես ուրիշ, այս իմ ընկերն է։ Հա, պայքարելու եմ։ Ու ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ոտքի կանգնեմ։ Ու կկանգնես։ Հա, ու կկանգնեմ։ Հա, լովս կկանգնես, ոնց չես կանգնի, ուրիշ տարբերակ չունես։ Հենց լավացար, իրար հետ գնելու ենք բարելու այդ օրը։ Հա, բարելու ենք։ Մինչև ուշ գիշեր բարելու ենք։ Բա ոնց ախպերս։ Այնքան ենք բարելու, ինչքան չենք բարել այսքան ժամանակ տեղը անելու ենք։ Հա, ու անպայման այդ օրը գալու է։ Ալեկ։ Հա ջան։ Իսկ այն վթարի հետ կապված բացի այն ինչ որ պատմել ես, ուրիշ ինչ որ նորություն կա։ Չէ, ախպերս։ Այն ինչ գիտեի դու գիտես։ Իսկ ինչ ես մտադիր անես, եթե մտածում ես, որ Տարոնի մատը խառն ես ամենի մեջ, այսինքն մի բան պետքա ձեռնարկես։ Ու չի բացառվում, որ կարա Տարոնը մի բան անի, որ դրանից դու ու Արփին տուժեք, հա։ Լովս թող փորձի ուղակի։ Դա իր վերջը կլինի։ Ես չգիտեմ։ Ռոբոտից հարցականների մեջ եմ, չգիտեմ ինչ անեմ։ Մենակ մի բան գիտեմ, որ ես ահավոր սիրահարված եմ։ Հա ինքը ինչ հայտնվել է իմ կյանքում, ուրիշ ոչ մեկի մասին չեմ կարողանում մտածեմ։ Ասա, որ սիրուն է վիճակ, ասա։ Սիրուն են խոսքը չի։ Ինչ հայտնվել է իմ կյանքում, առավոտները այնքան հավեսով եմ արթնանում, ու գիշերներն էլ շատ քաղցր քնում։ Լրիվ հասկանում եմ քեզ, սար։ Դե որ հասկանում ես, ընկերուհուդ խորհուրդ տուր, ասա ոնց վարվեմ։ Սրտիդ լսի։ Սիրտդ ոնց թելադրում է, տենց արա։ Ու ուրիշ բանի մասին մի մտածի, կարևոր չի։ Չեմ կարողանում Արփի։ Պապայի ասածները ինձ այնքան են խանգարում։ Լսի, մտածում եմ կարող է պապա այդ պահվածքը ուղղակի հայրական խանդա, հմ? Տենց ես մտածում։ Դե 100% չի, բայց կարա լինի։ Ախր մենք միշտ այնքան ընկերական ենք եղել։ Ես միշտ կիսվել եմ իր հետ։ Ու ինքը նորմալ է համարել այն, որ ես կարամ սիրահարված լինեմ կամ ընկեր ունենամ։ Բայց հիմա չեմ հասկանում ինչա կատարվում իր հետ։ Գիտես, մեկն ինձ հա խոսում, որ այդ տխուց այն կողմ ուրիշ աշխարհ չկա, մեկ արգելում է իր հետ շփվեմ։ Լավ, եթե հերքում ես հայրական խանդը, ուրեմն այն քո ասածն է։ Ուրեմն այդ տղան որոշել է իր կյանքը բանակի հետ կապի ու պապատ անհանգստանում է, հասկանում ես, սար։ Չի ուզում դու զինվորականի հետ ապրես, այդ բարդ ու դժվարություններով լի կյանքով ապրես։ Ինչի հիմա էլ հեշտ է, Արփի։ Գիտես ինչ կա։ Վերջ, որտեղ իմ սերը, այնտեղ էլ ես։
Ու ինքը թեկոզ աշխարհի ծայրն էլ գնա, ես իր հետ գնալու եմ։ Վերջ որոշվեց։ Ընտիր։ Ուրեմն դու նենց արա, որ անպայման միասին լինեք, մնացածը արդեն ընթացքում պիտի հասկանաք։ Հա, իմ կարծիքով, եթե պապան տեսնի, որ ես իրա կողքին երջանիկ եմ, ամեն ինչ շատ լավ կլինի։ Այդ ճիշտ ես։ Գիտես ինչի։ Ծնողի համար իրոք ամենակարևորը իր երեխային երջանիկ տեսնելն է, Սար։ Ու ես դա կապահով եմ իմ պապայի համար։ Ոյ օրփի, քոնդովը որեկոր, խոսեցի ու հանգստացա։ Էլ սիրտս արագ չի աշխատում։ Ու կարևորը տրամադրությունն ու հավեսը ստեղ ընկավ։ Ընտիր։ Դե հիմա գիտես ինչ ես անում։ Դուրս գալուց զանգում ես սիրելիիդ ու հրավիրում ես ժամադրության։ Հենց տենց էլ կանեմ։ Բայց ինչ ասեմ, որ գա։ Ուղիղ ասում ես, որ ուզում ես երեկոն իր հետ անցկացնես։ Ճիշտ ես։ Ուղիղից ճիշտը չկա։ Շողո ես մի հատ նենց լավ ոսկյա զարդերի խանութ գիտեմ։ Լսի քո ուզած օրինակը ցույց ես տալիս իրենց, իրենք մի քանի օրում Եվրոպայից ներմուծում են։ Դες չի կարա շարունակվի։ Մենք ուզում ենք մտնենք հետը խոսանք։ Որ այս հարցին լուծում տա, հո մենք իր համար ծրի աշխատուց չենք։ Ինչ պետք է արդեն խոսել եմ։ Հերթով կարգով բոլոր հարցերը կլուծվեն։ Մի րոպե, էլի շո։ Всё, աշխատանքը։ Էս ինչ աղմուկ է։ Աշխատանքային ժամին ինչով եք զբաղված։ Ուզում ենք գանք ձեզ մոտ, Գևորգյանը չի թողում։ Ինչ կա իմ հետ կապված։ Ուզում ենք խոսանք, իմանանք երբ եք մեր աշխատավարձերը տալու։ Ոնց։ Գևորգյանը ձեզ հետ չի խոսել։ Չի ասել, որ մինչև օրվա վերջ մեկ ամսվանը կստանաք։ Ասելա։ Դե որ ասելա, ուրեմն անցեք ձեր աշխատանքին։ Էս ինչ բան է։ Չհասկացա, հələ մի բան էլ դուք եք դժգոհում։ 3 ամսվա պարտք ունեք, 1 ամսվանն եք մեզ փոխանցում։ Հա էլի։ Չեմ հասկանում, 3 ամսվա աշխատավարձը չեք փոխանցել։ Հիմա ուզում եք այդ 2 կոպեկը փոխանցեք, որ եւս 3 ամիս մեզ ձրի աշխատացնեք։ Մենք քո ճորտը չենք, եղավ։ Ժողովուրդ ջան, հանգիստ, մի բորբոքվեք։ Բոլոր հարցերը քիչ-քիչ կլուծենք, ամեն ինչ լավ կլինի։ Որ տենց հարց լուծող եք, լուծեք մինչև այսօր, ինչի՞ չեք լուծում։ Այն ժամանակ եկաք, ասեցիք աշխատավարձի չափը քիչ գրենք, որ հակ քիչ մուծենք։ Մենք ձեզ չմերժեցինք։ Դե հիմա մեր աշխատածը տվեք մեզ։ Մի հատ հանգստացեք ու խնդրում եմ հերթով խոսեք, հասկանամ, որոդ ինչ եք ուզում։ Ոնց ինչ ենք ուզում։ Փող ենք ուզում։ Մեր քրտինքով աշխատած գումարները, որը ասեղով աչք փչացնելով ձեր բիզնեսը զարգացրել ենք։ Դե գնացեք էլի աշխատեք։ Ասել եմ փողը կստանաք, ուրեմն կստանաք, մնացածի հարցը հետո կլուծենք։ Ոչ մի հետո, կոնկրետ օր ասեք։ Երբ որ կոնկրետ օր իմանամ, կասեմ։ Դուք չեք կարող ասեք, մենք կասենք։ Ամենաուշը մի շաբաթից մեր աշխատավարձը տակ մեզ։ Այո, միջև վերջի լուման պիտի վճարեք, թե չէ լավ չի լինելու։ Յո, արդեն սպառնում եք, հա։ Չէ, զգուշացնում ենք, որ եթե մեր գումարները չփոխանցեցիք, ես հեռուստատեսությունից մարդ եմ հրավիրելու, ժուրնալիստների պատմելու եմ, որ մեզ այստեղ աշխատացնում են եւ գումարները չեն տալիս։ Լավ էլի ընկերներ, այդպես չեղավ, հո մի օրվա համար չենք։ Դե մենք էլ ենք այդ ասում։ Ժամանակին մեր աշխատավարձերը վճարեք, որ իրար հետ աշխատենք։ Վերջ, մենք ինչ ունեինք ասելու ասեցինք, նայեք հետո մենք իրարից չնեղանանք։ Տեսնում ես, չէ՞ Գևորգյան։ Ոչինչ, ոչինչ։ Սարա ջան։ Բարև Ալեք, ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, այսօր տրամադրությունս այնքան լավ է, չես պատկերացնի։ Լավ։ Բա ո՞նց է հասցրեցիր պարոն կապիտանի ծննդյան հետ կապված ամեն ինչ։ Հա,
Համարյա սաղ լուծել եմ։ Մնացին մի քանի մանր-մունր հարցեր, բայց կանեմ։ Վստահ եմ պապաս ինձ այնց գոհ կմնամ։ Իհարկե գոհ մնալու Սառա ջան։ Իսկ ինչ ես անում, խանգարում եմ քեզ։ Չէ, ասա ինչ ա եղել։ Հա, դե որ այդպես է կարող ես ինձ մի փոքր ժամանակ տրամադրես։ Հա, խնդիր չկա։ Ինչ-որ բան ա եղել։ Ոչինչ բան առաջարկում եմ, միասին գնանք եւ թեյ խմենք։ Ու չմերժես ինձ, որովհետեւ եթե հիմա ասես, որ գործեր ունես ու ինձ մերժելու ես, իմ տրամադրությունը կընկնի։ Լավ, Սառա ջան, այդ դեպքում ես ինձ նման բան թույլ չեմ տա։ Երբ ես ուզում տեսնվենք։ Լավ եղավ Սառա ջան։ Տարուն ջան, պրիվետ ախպերս։ Ինչ-որ բան կխմես։ Չէ, մերսի ցավը տանում։ Ինչ կարան է շոֆերից։ Կարեցան հենց անես, որ դրան տնեցիք ռադանեն։ Ախպոր պես, դրա անունը մոտս մի տու։ Որ սենց ես խոսում, ուրեմն ոչ մի բան էլ չես արել։ Որ պատմեմ ինչ ա եղել, չես հավատա։ Ինչ ա եղել, որ։ Ուրեմն մորս սենյակից իրա թանգանոց ոսկուց բրասլետը վերցրեցի, տարը դրեցի իմ սենյակում։ Որ այդ ալեքը գա գցեմ ջեբը։ Ջոգում ես ինչի համար եմ արել։ Տունը եկա կռիվ շուխուր եղավ, մամային հազիվ համոզեցի, որ այդ ալեքը մեր տանն ա եղել, ուրեմն հաստատ ինքն է գողացել ա։ Մերս էլ ասես, թե եթե չգտնվի, միլիցիա է կանչելու։ Այն էլ սաղ ջրվավ գնաց։ Ինչի։ Որովհետև նստած առավոտ հաց ենք ուտում, մերս իրա բրասլետով մտավ ներս։ Լավ է, այդ որտեղից էր գտել։ Ինքը չէր գտել։ Տնեցիկից ինչ որ մեկը գտել էր, բերել էր սիրուն, իրա տեղներ դրել։ Ինչ ես ծիծաղում։ Մարդ ենք, այս անգամ չի ստացվել, հաջորդ անգամ նենց ենք անելու, որ ստացվի։ Վայ Արեն, մենակ դու կարաս տենց վատ կինո սարքես։ Հաջորդ անգամ ավելի նորմալ բաներ կմտածես։ Ես մտածելուց լավ չեմ ախպերս։ Դու իմ տեղը մտածի, ես սաղ կանեմ։ Լավ։ Ես կատակ չեմ անում։ Ես էլ կմտածեմ կասեմ։ Չփոշմանեցիր Արեն, ման չես խմի։ Դե քեզ չեմ նեղացնի, կխմեմ։ Բայց հեսա ընկերս պիտի գա իրար հետ տեղ պիտի գնանք։ Լավ։ Բայց հələ որ իմանաս ով էր քո պահաստեղից վերցրել տարել հետ դրել տեղը, անպայման կասես։ Հա, անպայման կասեմ։ Բայց գիտես ինչը չի դզում։ Ինչը։ Որ տնեցիկից ինչ որ մեկը գիտի, որ էդ ես եմ արել։ Բայց ես չգիտեմ թե ինքը ով է։ Ալեք, լնեի, կարող է ինքն է։ Չէ, ոնց որ ինքը չի։ Հա, չէ, հաստատ ինքը չի։ Չէ։ Մրսում ես։ Մի քիչ։ Կուզես արի նստենք մեքենան, կամ կարամ վերարկուս տամ։ Այսօր շարֆ չունես։ Չէ։ Բայց որ ունենայի կտայի։ Իմ շարֆերի մատակարարն ես, հա։ Քո ամեն ինչն եմ։ Լավ։ Նստենք մեքենան։ Հա։
աշխատանքի չես Մեքենան պապիկիդ մոտ է, եթե քեզ պետք է Ինձ մեքենան պետք չի Չէ, սենց չեմ ուղարկի Սենց որ գրեմ կմտածի ոչ թե մեքենան է ինձ պետք, այլ ինքը Բայց ինձ իրոք ինքն է պետք Ալեք Ալեք նորից բարև Վաղուց ես սպասում Չէ, տենց Շատ լավ է Ուրեմն ներողություն չեմ խնդրի մի քանի րոպե ուշանալու համար Լավ, որոշել ես որտեղ ենք թեյելու Հա Որոշել եմ, որ չենք թեյելու Կինոյի տոմսեր եմ գնել Ուզում եմ գնանք միասին ֆիլմ դիտենք Իդեպ շատ լավ ֆիլմ է Ռոմանտիկ կատակերգություն է Կուրսեցիները շատ են հավանել, այնպես որ ուզում եմ մենք էլ նայենք Սարա ջան խնդիր չկա Հնարավոր է լավ ֆիլմ է, ուղղակի ես այդքան չեմ սիրում կինոթատրոններում ֆիլմ դիտել Բացի այդ ժանրն էլ իմ սիրած ժանրը չի Լավ Ուրեմն մյուս անգամ ֆիլմի տոմսեր չեմ գնի Ուրիշ բան կմտածեմ, ավելի հետաքրքիր Մի բան խնդրեմ, էլի Սրանից հետո որ բան պայմանավորվենք Պլանների փոփոխման դեպքում ինձ էլ տեղեկացրա, լավ Լավ, բայց հիմա այդքան չես ուզում, որ գնանք նայենք Չէ, դե քեզ չնեղացնելու համար կգամ, բայց պայմանավորվածությունը ուժի մեջ է, լավ Լավ Յա, ես բարեհաճեցիք, ես ընչեք կարացել պատի տակ շարվել, եկեք Ռոզային պատմեք, թե ոնց եք Ռոզի փողերը ծախսում ու այս սենց բաներ առնում Ընչեք բերանները ջուր առել, վախենում եք, բա որ վախենում եք, ընչեք տենց բաներ անում, բա չեք մտածում, որ Ռոզան ամեն ինչ կիմանա Աղջիման է, ես սաղ քո արածներն է, չէ? Ես ոչ մի թաքուն բան չեմ արել։ Բա ով արել, կարող է լուսո դու ես արել։ Մենք քեզանից փող չենք պահում։ Բայց անտերը որտեղից կարող է նվերա։ Դե հա, կարելի է տենց ասել։ Լսի, ես երեք չեմ ծնվել, Ես շատ լավ գիտեմ, որ ձեր նման քնձռոտները ամեն ինչի ընդունակ են։ Բայց լուսեն ճիշտ է ասում։ Ձենդ կտրի, որ լուսեն ճիշտ ասում չեք վերել սա ինձանից թաքուն պահել։ Ուրեմն ես ձեզ հաց տամ, տանք տեղ տամ, կռիչ տամ, դուք էլ Ռոզայի քթից բռնած մանտակ, հա? Ես չեմ թողի, որ ինձ խաբեք, իրեքիդ կաշին կերթելու եմ, իրեքիդ են շանսատակ եմ աղնելու։ Վայ, մերա, ոտս, Ախ, ինչ պտիլնի ոտս ժարդ ու խուրդ եղավ, վայ, ինչ եք պեդի նման չորացեք գանգնե, եկեք գոնե օգնեք մեկ անամ, վայ, Բժիշկ կանչենք Ռոզա։ Բժիշկ, ինչ բժիշկ, բժիշկ կանչես, որ ինչ անի, գնա միլիցիա զանգի գան ձեզ հավաքեն տանեն, ախ ոտս, ես ես վիճակի մեջ եմ, բայց էլի ձեր մասին եմ մտածում, Ինչ անենք։ հեռախոսս ընդեղից բեր, Այ մամա, այ, միատ սնրճի մարդոյի համարը կթի տուր ինձ, վայ, չեմ կարում շարժեմ,
Ay. Alo. Ալեք։ Հա, Արփի ջան, պետք է ինչ-որ տեղ տանեմ քեզ։ Չէ, ես քո մոտ եմ եկել։ Իմ մոտ ինչ ա եղել։ Սա է ուզում փոխանցեի։ Վերցրու։ Այս ինչ է։ Էս մի փոքր ջերմություն։ Ուզես նայես։ Բայց պիտի օգնես ինձ, մի ձեռքով դժվար է։ Փորձեմ։ Ստացվեց։ Ապ։ Բայց ես ինչի համար։ Դե։ Ինչի համար։ Ուղղակի ուզեցի ջերմացնեմ քեզ։ Արփի ես Բան մի ասա։ Ուղղակի բան մի ասա։ Այս պարոն կապիտանը դեռ տանը չի։ Չէ, դեռ չի եկել։ Պաստորեն շուտ եմ եկել։ Բայց ոնց որ այս ժամն էր, չի ասե։ Հա, հեսա բոլորը կգան։ Լավ, դե ասա ինչ պակաս բան կա, օգնեմ անենք մինչև գան։ Չէ, ոչ մի բան։ Դու որ այստեղ ես արդեն ինձ համար ամեն ինչ է։ Մտածում եմ ճիշտ կլինի գնամ, հետո հյուրերի հետ կգամ էլի միանգամից։ Չէ, Ալեք։ Խնդրում եմ, գոնե թող այս անգամ ասեմ այն ինչ մտածում եմ։ Սարա, խնդրում եմ, հետո վստահ եմ երկուս էլ մեզ վատ ենք զգալու այս եղածի համար։ Ալեք, ես քեզ սիրում եմ։ Սար։ Հուսամ չխանգարեցինք։ Տիկին Նազի, Արփի, ծանոթացեք, Ալեքն է։ Արփի մենք պիտի խոսենք։ Նոր չասեց այդ կարտոլը բարակ կլպին չես տենց հասկացում այդ ճիճու։ Ասեցի։ Բա որ ասեց ինչ ես հորդ գլխի նման հասկտրտում։ Նստի մեքենան ասում ուր ես գնում։ Չեմ գալիս ես քո հետ։ Թող։ Կգաս։ Թող ձեր։ Ավյաս։ Մանուշակին։ Ստորացեք։ Չէ, Գևորգ ջան, ուղղակի արդեն դուրս էի գալիս։ Հրաշալի է։ Ասում եմ
Կարող է այսօր երեկոնից դրամատրել։ Սարա լացում ես։ Խոսա ինչ ա եղել, ով է խաթրից կպել։ Արփին ու Ալեքին սխապել են։ Մի րոպե։ Դու որտեղից Ալեքին գիտես, Սարա։ Ես Ալեքին